Բարև ձեզ թանկագիններ, մենք շարունակում ենք մեր Սուրբ գրքի ուսումնասիրությունը, ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ այսօր մենք ուսումնասիրելու ենք Հեսու գրքի 15 և 16 գլուխները։ Առաջին հայացքից այս գլուխները հողերի սահմանների և ժառանգությունների բաժանման մասին են։ Շատ ընթերցողներ արագ անցնում են այս հատվածների վրայով, բայց եթե ավելի խորը նայենք, կտեսնենք մի կարևոր ճշմարտություն։ Աստված հավատարիմ է իր խոստումներին։ Տարիներ առաջ Աստված խոստացել էր Աբրահամին, որ նրա սերունդներին կտա այս երկիրը։ Անցած սերունդները եղան ստրկության, անապատ, պատերազմներ, բայց հիմա 15-16 գլուխները տեսնում ենք, որ Աստված կատարում է իր խոստումը։ Սա մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսին, 2 Կորինթացիների 1:20-ում գրված է. Աստծո խոստումները բոլոր նրա մեջ են այո եւ ամեն։ Հիսուսն է Աստծո խոստումների կատարումը։ Այն, ինչ Աստված խոստացել էր, Քրիստոսի միջոցով իրականացնում է։ 15-րդ գլխում Հուդայի ցեղի ժառանգությունն ենք տեսնում։ Սա շատ կարևոր է, քանի որ հենց Հուդայի ցեղից պետք է գար Մեսիան։ Ծննդոց 49-ի 10-ում Հակոբը մարգարեացել էր. Գավազանը Հուդայից չի հեռանա, եւ դարեր անց Հիսուս Քրիստոսը ծնվեց հենց այդ ցեղից։ Հայտնության 5-ի 5-ում նա կոչվում է Հուդայի ցեղի առյուծ։ Այսպիսով նույնիսկ հողերի բաժանման պատմության մեջ Աստված արդեն պատրաստում էր ճանապարհը Մեսիայի գալստյան համար։ Հեսուի 15-ը կրկին հանդիպում ենք Քաղեբին։ Նա հավատքով վերցնում է իր ժառանգությունը։ Նա չի սպասում, որ ուրիշները կպայքարեն իր փոխարեն։ Նա վստահում է Աստծո խոստմանը եւ քայլում է առաջ։ Սա մեզ սովորեցնում է, որ հավատքը միայն հավատալ չէ, հավատքը նաեւ քայլել է Աստծո խոստումների ուղղությամբ։ Իսկ Հեսուի 16-րդ գլխում տեսնում ենք Եփրեմի ցեղի բաժինը, բայց այստեղ մի ցավալի խոսք կա։ Գրված է, որ նրանք ամբողջությամբ չվտարվեցին քանանացիներից։ Սա մեզ հիշեցնում է մի կարևոր հոգևոր դաս։ Աստված ցանկանում է, որ մենք ամբողջությամբ հանձնվենք իրեն։ Շատ անգամ մարդիկ Հիսուսին տալիս են իրենց կյանքի մի մասը, բայց ոչ ամբողջը։ Սակայն Հիսուսը կանչում է մեզ ամբողջական նվիրվածությամբ։ Նա ցանկանում է թագավորել մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ Աստված հավատարիմ է իր խոստումներին, որ Հիսուսը Հուդայի ցեղից եկած Մեսիան է, եւ որ մենք կանչված ենք ոչ թե կիսատ հնազանդության, այլ ամբողջական նվիրվածության։ Աղոթենք սիրելիներ, Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու Աստծո բոլոր խոստումների կատարողն ես։ Շնորհակալ ենք, որ դու Հուդայի ցեղի եկած առյուծը թագավորն ես։ Օգնիր մեզ վստահել քո խոստումներին եւ քայլել հավատքով։ Սովորեցնում ես ամբողջ սրտով հետևել քեզ եւ չթողնել, որ որևէ բան կանգնացնի մեր միջև։ Շնորհակալ ենք, որ դու լսում ես աղոթներ եւ պատասխանում ես։ Ամեն։ Սիրելիներ, եթե դուք օրհնվում եք այս մեր ուսումնասիրություններից, ցանկանում ենք, որ կիսվեք մարդկանց հետ, որպեսզի նրանք նույնպես օրհնվեն, եւ եթե ունեք ձեր կարծիքները, կարող եք մեկնաբանություններում գրեք, եւ մենք էլ կտեսնենք դուք ինչ կարծիքներ ունեք։ Աստված օրհնի ձեզ, ձեր ընտանիքները, եւ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։